Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Օրինագիծը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրետ Շերմանը։ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Օտավայում տեղի են ունեցել Հայաստանի եւ Կանադայի արտգործնախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանը եւ Ալեքսանդր Լևեքը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը։ Բնակարանաշինությունից մինչև կրթական նոր ծրագրեր, պետական ծառայությունների թվայնացում եւ սահմանային բեռնափոխադրումների նոր կարգավորում։ Կառավարության հերթական նիստում գործադիրը քննարկել եւ հավանություն է տվել մի շարք նախագծերի։ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը տեղափոխվել է նաև համաշխարհային էներգետիկ երթուղիներ։ Հութիների հարվածները Սաուդյան Արաբիայի նավթատարերին եւ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի սպառնալիքները վտանգում են նավթի մատակարարման երկու առանցքային ուղիները։ Միաժամանակ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ դիվանագիտական գործընթացները նոր թափ են ստացել։ Մանիլայում հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քննարկել պատերազմի ավարտի հնարավոր ուղիները։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, այս մասին հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Հանձնաժողովը 44 կողմ եւ 7 դեմ ձայներով կողմ է քվեարկել ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխությանը, որը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Բրետ Շերմանը։ Հպարտն է, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը եւ կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական եւ անարդարացիորեն պահվող խոշտանգումների եւ բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար, նշել է Շերմանը։ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Զրուցակիցները քննարկել են մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության կարեւորությունը։ Վարչապետ Փաշինյանը եւ կանցլեր Մերցն անդրադարձել են նաեւ Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործակցության հետեւողական զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։ Օտավայում էլ տեղի են ունեցել Հայաստանի ու Կանադայի արտգործնախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են երկու երկրների փոխարտգործնախարարները Վահան Կոստանյանը եւ Ալեքսանդր Լևեքը։ Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, որին նոր լիցք է հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան շփումների շարունակականությունը։ Անդրադառնանք այլ թեմաների, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն երեք ըստ տարածված տեղեկությունների հետ էր ուղարկել նրան ազատազրկելու վերաբերյալ միջնորդությունը։ Հանձնաժողովի նախագահ Վագն Հովակիմյանը պարզաբանել է, որ այդ հարցի քննարկումը իր լիազորությունների շրջանակում չէ։ Նա նշել է, որ падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ։ Իդեպ այսօր դատախազությունից հայտնել են, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Բացահայտվել է Մելիք գյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկած եւ կիսակառույց շինությունում թաղված սպանությունը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Արագածոտնի քրեական ոստիկանները իրացնելով օպերատիվ տեղեկությունները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիք գյուղի իրենց բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա եւ 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը։ Հանցագործությունը քողարկելու եւ հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն եւ թաքցրել հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանություն, որտեղ նրանցից մեկը խոստովանել է կատարված։ Երիտասարդները ձերբակալվել եւ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
Բնակարանաշինությունից մինչև կրթական նոր ծրագրեր, պետական ծառայությունների թվայնացում եւ սահմանային բարեփոխումների նոր կարգավորում։ Կառավարության հերթական նիստում գործադիրը քննարկել եւ հավանություն է տվել մի շարք նախագծերի, որոնք ուղղված են ներդրումների խթանմանը, համայնքների զարգացմանը եւ պետական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։ Կառավարությունը հավանություն տվեց Արարատ քաղաքում նոր բնակելի համալիրների կառուցման ներդրումային ծրագրին, որի նպատակն է վերջնականապես լուծել դեռևս խորհրդային տարիներից չլուծված բնակարանային խնդիրը։ Շահումյան փողոցի 20 եւ 30 կոտորակ 1 հասցեներում մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել 2 բազմաբնակարան շենք 198 բնակարանով։ Դրանցից 48-ը անհատույց կհանձնվեն Արարատ համայնքին տարիներ առաջ բնակարաններից հրաժարված եւ մինչեւ օրս փոխհատուցում չստացած ընտանիքներին ապահովելու համար։ Ծրագրի շրջանակում համայնքը կստանա նաեւ 686 քառակուսի մետր տարածք նոր գրադարան ստեղծելու նպատակով։ Ընդհանուր ներդրումները կգերազանցի 3 միլիարդ դրամը, կստեղծվի 50 աշխատատեղ եւ պետբյուջե կուղղվի մոտ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտ։ Այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ խորհրդային միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել։ Բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից եւ այդ տարածքում իրենց գոյություն ունեցող գույքը քանդվել է, տեղը կառուցվել է կիսակառույց, որը տենց կիսակառույց էլ մնացել է։ Եվ հիմա սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած իրենց սեփականությունը իրենց վերադարձնելու հնարավորություն կա եւ այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են, այսինքն գործող նաև մարդկանց այս տարիների ընթացքում ձևավորած ակնկալիքն է բարելավում։ Կառավարության մյուս որոշմամբ նախատեսվում է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքով տրամադրել համայնքային հողամաս, որտեղ կկառուցվեն կանաչ տեխնոլոգիաների հաբ կրթական կենտրոնը եւ 6 տեխնոլոգիական կացարաններ։ Մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի նպատակն է գյուղական համայնքների երիտասարդների եւ կանանց համար ապահովել անվճար տեխնոլոգիական եւ ինժեներական կրթություն, նաև խթանել նորարարական ձեռնարկությունների ստեղծումը։ Խոսքը վերաբերվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն 37 հասցեում գտնվող 0.52 հեկտար հասարակական նշանակության հողամասի ուղղակի վաճառքին։ Փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու, պլանավորում է նաև կառուցել տեխնոլոգիական թվով 6 կացարաններ, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ դրոններով, պայմանավորվածության համաձայն անվճար հիմունքներով, ուրեմն հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան եւ Հարակից համայնքների, հատկապես գյուղական բնակավայրերի կանանց եւ երիտասարդներին իրենց տեղեկատվական եւ տեխնոլոգիական ծրագրերում, ներառյալ տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման աշխատանքներում եւ այս արդյունքում 5 ուրեմն նոր սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն։ Գործադիրն անդրադարձավ նաև անշարժ գույքի գործարքների թվայնացմանը, առաջարկվող փոփոխություններով սահմանվում են անշարժ գույքի առուվաճառքի եւ հիպոթեկային խառը պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչը հնարավորություն կտա որոշ դեպքերում պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման, ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Ակնկալվում է, որ այս լուծումը կպարզեցնի գործընթացներն ու կխնայի քաղաքացիների եւ ֆինանսական կազմակերպությունների ժամանակը։ Այս նախագծով սահմանում ենք համապատասխան պայմանագրերի այն ձևանմուշները, որոնցով եռակողմ պայմանագիր է հնարավոր կնքել հիպոթեկային վարկավորման տրամադրմամբ, այսինքն եռակողմ ասելով նկատի ունենք համապատասխան առաջնային շուկայում կառուցապատող գնորդ եւ հիպոթեկային վարկ տրամադրող լիցենզիա ունեցող կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկեր կամ հիպոթեկային վարկ տրամադրող կազմակերպություններ։ Այսինքն էլեկտրոնային համակարգում կադաստրի կոմիտեի կինտեգրվի այս ձևանմուշը եւ թույլ կտա, որպիսի հիպոթեկային վարկի արկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար եւ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին, ով որ կարող է այս պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Նիստում ընդունվեց նաև Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերի կառավարման նոր կարգավորումների նախագիծը։ Սահմանվում են այն դեպքերը, երբ բեռնատարները կարող են անցնել առանց կൂട്ടակային կայանատեղի մուտք գործելու, նաև հերթերի կազմակերպման առաջնահերթությունների եւ կայանատեղիների գործունեության միասնական կանոնները։ Երկու հիմնական նպատակ է հետապնդում նախագիծը։ Առաջինը մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում
եւ անխոչնդոտ անցում նախնական հերթագրման եւ մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով, երկրորդը պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում։ Կառավարությունում վստահ են, որ նոր համակարգը կբարձրացնի սահմանային անցումների արդյունավետությունն ու կնվազեցնի հերթերի կառավարման խնդիրները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Մերձավոր արևելքում ռազմական լարվածությունը տեղափոխվել է նաև համաշխարհային էներգետիկ երթուղիներ, հութիների հարվածները Սաուդյան Արաբիայի նավթատարերին եւ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի սպառնալիքները վտանգում են նավթի մատակարարման երկու առանցքային ուղիները։ Միացյալ Նահանգները շարունակում է հրթիռակոծել Իրանը, իսկ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Մերձավոր արևելքում ռազմական գործողությունները տարածվում են նաև Կարմիր ծովում։ Իրանի հետ դաշնակցող հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատար լցանավերի վրա հարձակման մասին, սպառնալով փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։ Եմենի հութիները հրթիռներով եւ անօդաչու սարքերով հարվածել են Կարմիր ծովով ընթացող Սաուդյան երկու նավթատար լցանավերի՝ Էնսելիային եւ Լեյլային։ Հութիները հայտարարել են, որ նավերը խախտել են Սաուդյան Արաբիայի դեմ իրենց սահմանած ծովային շրջափակումը։ Սաուդյան կողմը հաստատել է միայն Էնսելիայի վրա հարձակումը։ Հրթիռների հարվածից նավի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն անձնակազմի անդամները չեն տուժել։ Հութիները Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում էին հայտարարել 3 օր առաջ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով Սաուդյան նավերի անցումը կանխելու նպատակով։ Հարձակման սպառնալիքի պատճառով մի քանի լցանավեր արդեն փոխել են երթուղին, իսկ Սաուդյան Արաբիայից Չինաստան եւ Հնդկաստան նավթի տեղափոխող 3 նավ հետ են շրջվել։ Բաբ էլ-Մանդեբով վերջին մեկ ամսում օրական միջինը շուրջ 9 միլիոն բարել նավթ է տեղափոխվել։ Նեղուցի հնարավոր փակումը հատկապես վտանգավոր է հիմա, երբ Հորմուզի նեղուցով նավագնացությունն արդեն գրեթե դադարեցված է։ Սաուդյան Արաբիան իր նավթի մի մասը Հորմուզը շրջանցելով տեղափոխում է Յամբու նավահանգիստ եւ այնտեղից Կարմիր ծով։ Բաբ էլ-Մանդեբի փակման դեպքում նավերը ստիպված կլինեն շարժվել Սուեզի ջրանցքով կամ շրջանցել Աֆրիկան, ավելացնելով ճանապարհի տևողությունն ու ծախսերը։ Մինչև Կարմիր ծովում բացվում է նոր ճակատ, Ամերիկայի Միացյալ Նահանգների զինուժը 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցնում Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով թիրախավորվել են Իրանի ծովային ռազմական կարողությունները, հրթիռների եւ անօդաչուների պահեստները, առափնյա դիտարկման եւ հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Բուշեհրի շրջանում ռազմական օբյեկտի, նաեւ Իրաքի սահմանին գտնվող Շալամչեի անցակետի վրա ամերիկյան հարվածների մասին։ Իրանական կողմի տվյալներով Շալամչեում 2 մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել։ Ի պատասխան Իրանը հայտարարել է Քուվեյթում, Հորդանանում եւ տարածաշրջանի այլ հատվածներում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Թեհրանի պնդմամբ թիրախում են եղել հրթիռային համակարգեր, սպառազինության եւ վառելիքի պահեստներ եւ ռազմակայաններ։ Քուվեյթն ու Հորդանանը հայտնել են նաեւ իրանական հրթիռներ եւ անօդաչուներ որսալու մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներն ընդլայնել եւ թիրախավորել Իրանի կարևոր ենթակառուցվածքները։ Այս պահից սկսած Հորմուզի նեղուցում նավերի վրա Իրանի յուրաքանչյուր հարձակում ստանալու է պատասխան։ Կարևոր չէ այն իրականացվի հրթիռով, անօդաչու թռչող սարքով, թե այլ սպառազինությամբ։ Յուրաքանչյուր նման հարձակման դիմաց Միացյալ Նահանգները կռմբակոծի եւ կոչնչացնի Իրանի մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան։ Թիրախները կարող են լինել նաեւ Թեհրանի մերձակայքում կամ հենց մայրաքաղաքում։ Թրամփի հայտարարությանը պատասխանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նախազգուշացնելով, որ Թեհրանը համաչափ պատասխան կտա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլև հարձակմանը նպաստող ուժերին։ Մեր պաշտպանական ռազմավարությունը հստակ է, ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում մեր ենթակառուցվածքների վրա հարձակումը, կստանա հզոր եւ վճռական պատասխան։ Նրանք, ովքեր որևէ ձևով կնպաստեն այդ ագրեսիային, նույնպես կդիտարկվեն որպես իրանական զինված ուժերի օրինական թիրախներ։ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր տարածքը ու ազգային շահերը։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ վերահսկողության տակ եւ փակ է առանց Թեհրանի համաձայնության անցնող նավերի համար։ Իրանական կողմի տվյալներով ականապատ համարվող երթուղով անցնել փորձող 3 լցանավերից մեկը պայթյուններից հետո հրդեհվել է, մյուս 2-ը հետ շրջվել։ Հորմուզի եւ Բաբ էլ-Մանդեբի շուրջ միաժամանակյա լարվածության հետևանքով նավթի գները մեկ օրում աճել են ավելի քան 3%-ով։ Ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը կարող է վտանգել համաշխարհային նավթային մատակարարումների 2 կարևորագույն երթուղիները եւ նոր գնաճային ճնշում ստեղծել միջազգային շուկայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ դիվանագիտական գործընթացները ստացել են նոր թափ։ Մանիլայում հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել պատերազմի ավարտի հնարավոր ուղիները։ Միաժամանակ Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ դիվանագիտական ակտիվությունը շարունակվում է, սակայն ռազմաճակատում լարվածությունը չի թուլանում։ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի առանցքում եղել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի պատերազմը եւ դրա դադարեցման հնարավոր ուղիները։ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է շփման գծում ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ Մոսկվան անընդունելի է համարում Կիևին արևմտյան նոր սպառազինության մատակարարումները։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը, հավատարիմ մնալով նախկինում ներկայացված առաջարկներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Ռուսաստանը վերահաստատում է հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ անընդունելի ենք համարում Կիևի հետագազինումը ու եվրոպական երկրների քաղաքականությունը, որը միտված է Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելուն։ Հանդիպումից հետո մեկնաբանությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանի որ մինչև այժմ քննարկված տարբերակները կողմերի համար ընդունելի չեն եղել։ Եթե խաղաղությունը հաստատվի, ապա դա կլինի նոր գաղափարների եւ նոր մոտեցումների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք ներկայացնել նման առաջարկներ, եթե դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Ռուբիոն նաև հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել են Միացյալ Նահանգները Ռուսաստան հարաբերություններն ու Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի անհրաժեշտությունը։ Կիևը սակայն շարունակում է պնդել, որ խաղաղության շուրջ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխիքների վրա։ Ուկրաինան պատրաստ է արդար եւ կայուն խաղաղության, սակայն այն չի կարող հիմնված լինել զիջումների կամ ագրեսիայի խրախուսման վրա։ Ցանկացած բանակցություն պետք է ապահովի մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը։ Միայն ուժեղ դիրքերից կարելի է հասնել իրական խաղաղության։ Մինչև դիվանագիտական քննարկումները շարունակվում են, Եվրոպական միությունը քաղաքական համաձայնության է հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ եւ առևտրային ոլորտներին։ ԵՄ գործարքների արգելքի ցանցում ներառելու է եւս 32 ռուսական բանկ, կրիպտոարժութային ընկերություններ եւ նավթի առևտրային հարթակներ։ Առաջին անգամ թիրախավորվում են նաեւ այսպես կոչված ստվերային նավատորմին աջակցող նավերը։ Իսկ ռուսին ծառայողների համար նախատեսվում է ԵՄ մուտքի լրացուցիչ սահմանափակում։ Մեր նոր պատժամիջոցները շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի տնտեսական հիմքերը։ Մենք ընդլայնում ենք սահմանափակումները բանկերի, կրիպտովոլորտի եւ էներգետիկայի նկատմամբ, նաեւ թիրախավորում ենք ստվերային նավատորմերին աջակցող նավերը։ Պատերազմը հարվածում է նաեւ տնտեսությանը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախում են հայտնվել Վալդբերիզի առնվազն 4 խոշոր լոգիստիկ կենտրոններ։ Ամենամեծ վնասը կրել է Էլեկտրոստալի բաշխիչ համալիրը, որտեղ հրդեհների հետևանքով ռուսական կողմի տվյալներով զոհվել է 8, վիրավորվել առնվազն 80 մարդ։ Չնայած դիվանագիտական ճամբարում տեղի ունեցող իրադարձություններին, ռազմաճակատում իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ քաղաքական կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ճանապարհը դեռևս անորոշ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Մերձ Մոսկվայի Զվենիգորոդի շրջանում սու 57 կործանիչ է ընկել։ Ականատեսների խոսքով ինքնաթիռն ընկել է Լուցինո գյուղի մոտ։ Նախնական տեղեկություններով օդաչուները հասցրել են ինքնանետվել։ Ռուսական ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել մարզական թռիչք կատարելիս։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել վթարի մասին լուրը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Հուլիսի 23-ի վաղ առավոտյան Վարշավայում խոշոր հրդեհ է բռնկվել, ընդգրկելով Ֆորդի ավտոսրահն ու ավտոնորոգման արհեստանոցը։ Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ կրակը տարածվել է իրար միացված շենքերում, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 3500 քառակուսի մետր։ Ականատեսների խոսքով հրդեհի ընթացքում լսվել են ավտոմեքենաների պայթյուններ, ամբողջությամբ այրվել են շենքերում գտնվող բոլոր մեքենաները, նաև հարակից կայանատեղիում կայանած շուրջ 10 ավտոմեքենա, այրվել են նաև անվադողեր եւ մեքենաների մարտկոցներ։ Դեպքի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, իսկ հրդեհի պատճառները կպարզվեն փրկարարական աշխատանքների ավարտից հետո։
Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջաններում, Պակիստանում եւ Աֆղանստանում հորդառատ անձրևների եւ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 82 մարդ։ Տեղական իշխանությունների տվյալներով տարերային աղետը մեծ վնասներ է հասցրել բնակավայրերին, ենթակառուցվածքներին եւ գյուղատնտեսական հողերին։ Հնդկաստանի Ասամ նահանգում վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհերի թիվը հասել է 36-ի, որոնցից 10-ը վերջին 24 ժամում։ Ջրհեղեղներից տուժել է ավելի քան 650,000 մարդ նահանգի 11 շրջաններում։ Իշխանությունների տվյալներով աղետի հիմնական պատճառը Հարևան Նագալենդ նահանգում հուլիսի 18-ից 20-ը տեղացած առատ անձրևներն են, որոնք կտրուկ բարձրացրել են գետերի մակարդակը։ Միաժամանակ Աֆղանստանի Նուրիստան նահանգում եւ Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում վերջին 72 ժամվա ընթացքում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ մի շարք բնակիչներ դեռևս համարվում են շրջափակված։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի տեխնոլոգիաների համատեղ օգտագործման համաձայնագիրը։ 30 տարվա ժամկետով նախատեսվող համաձայնագիրը հնարավորություն կտա ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ մշակել միջուկային ծրագիր եւ համատեղ ուսումնասիրությունից հետո Սաուդյան Արաբիայում կառուցել ուրանի հարստացման կայան։ Միաժամանակ որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնում, որ Սաուդյան Արաբիային ուրանի հարստացման հնարավորություններ տրամադրելը կարող է մեծացնել միջուկային տարածման եւ սպառազինության մրցավազքի ռիսկերը։ Ուկրաինան դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պահանջելով հուլիսի 27-ին արտահերթ նիստ գումարել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա Ռուսաստանի հարձակումների հարցով։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի խոսքով վերջին օրերին Ռուսաստանը հարվածել է առնվազն 3 քաղաքացիական բեռնանավի։ Նա հայտարարել է, որ Սև ծովի առևտրային երթուղիների թիրախավորումը վտանգում է համաշխարհային պարենային անվտանգությունը եւ կարող է հանգեցնել սննդամթերքի գների աճի։ Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ Ուկրաինան քաղաքացիական բեռների անվան տակ Սև ծովով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում։ Ուժեղ փոթորիկն ու քամու պոռթկումները խաթարել են Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը։ Տեղեկությունների համաձայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողանում վայրեջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։ Հնարավոր տուժածների եւ չվերթների ուշացումների կամ չեղարկումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Ուգանդայում էբոլա տենդից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1001-ի։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ ԿԴՀ-ում գրանցվել է 999, իսկ Ուգանդայում 2 մահվան դեպք։ Լաբորատոր հաստատված վարակների թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հասել է 2473-ի, Ուգանդայում 20-ի։ ԿԴՀ-ում եւս 322 դեպք դիտարկվում է որպես էբոլայի հնարավոր վարակ։ Երկու երկրներում ընդհանուր առմամբ ապաքինվել է 501 մարդ։ Այսքան այժմի համար ցտեսություն։